Շնորհակալություն մեծարգո ազգային ժողովի նախագահ, մեծարգո գործընկերներ, հիշեցնեմ, որ քննարկում ենք հայտարարագրման ժամկետի վերանայման հարցը, քանի որ հնարավոր է, որ համակարգնորը եւ քաղաքացիների մոտ որոշ անհանգստություններ կարող էին առաջանալ։ Ինչու ենք անպայման ուզում իրականացնել այս գործընթացը։ Նախ մեծանում է հաշվետվողականությունը քաղաքացու եւ պետության միջեւ։ Պետությունը ճանաչում է իր քաղաքացուն եւ որպես երկուստեք համագործակցության խրախուսանք առաջարկում է սոցիալական կրեդիտ։ Մեծանում է հարկային ոլորտի թափանցիկությունը։ Մեծանում են այն քաղաքացիները, ովքեր փորձում են ծառայություններ ստանալ արտադպրոցական եւ ոչ ֆորմալ կրթության շրջանակներում, առողջապահական ծառայություններից են օգտվում, անպայման ընտրելով լիցենզավորված կառույցներ։ Ըստ վիճակագրական տվյալների, որոնք հետագայում կունենա արդեն պետությունը, մենք կվերանայենք որոշ սոցիալական ծրագրեր եւ համակարգներ եւ դրանք կդարձնենք ավելի թիրախային։ Ինչ է ասում ընդդիմությունը։ Ասում է՝ սիրելի քաղաքացիներ, մի լրացրեք հայտարարագրերը, որովհետեւ ձեզ դատելու են։ Այսինքն ընդդիմությունը ի սկզբանե ենթադրում է, որ հասարակության մեջ այնուամենայնիվ կարող են լինել որոշակի շրջանակներ, որոնք թաքցնում են պետությունից որոշակի հարկեր կամ ֆինանսական հոսքեր եւ ըստ այդմ այստեղ կարող են այլ խնդիրներ առաջանան։ Հետո ընդդիմությունը ավելացնում է. սիրելի քաղաքացիներ, եթե դուք հայտարարագիրը լրացնեք եւ լրացնեք կեղծ տվյալներ, ապա ձեզ հետևից գալու են։ Սիրելի ընդդիմադիր գործընկերներ, կեղծ տվյալներ ոչ միայն հայտարարագրում, այլ առհասարակ ներկայացնելու դեպքում միշտ կա պատիժ։ Եթե դրանք կեղծ փաստաթղթեր են, եթե դրանք կեղծ պատրանքներ են, եթե դրանք կեղծ վիճակագրություն են եւ այլն, միշտ կա պատիժ հանրային պարսավանքից մինչեւ քրեական օրենսգրքի որոշակի կարգավորում։ Մենք շատ վաղուց լրացնում ենք հայտարարագրերը եւ կարծում եմ որևէ ֆիզիկական մահ կամ այլ տվայտանքներ, թե հոգեբանական ոլորտում, թե ֆիզիկական ոլորտում չի առաջանում։ Հետեւաբար ուզում եմ հասկանամ իսկապես ինչու են ձեր մոտ առաջանում այս խնդիրները։